Նախ եւ առաջ պետք է մեծացնել մրցակցությունը։ Ցանկություններով եւ էմոցիաներով երկիր չեն ղեկավարում։ Ինչն է ընտրում քաղաքացին։ Որ խնդիրների լուծումն է այսօր մարդկանց համար ամենահրատապը։ Առաջերտի պաշտպանությունն է մեզ։ Դրանից պետք է կտրենք պաշտպանության տակ։ Գնաճը կանգնեցվի, պաշտպանությունը ուժեղանա։ Հյուսիսի, հարավի եւ արևելքի արևմուտքի շահերի կենտրոնը դառնում է տրանսպորտային հանգույց, որտեղ բոլորի շահագրգռվածությունը, որ այդ գծերը աշխատեն, դառնում է դոմինանտ եւ դա դառնում է անվտանգության երաշխիք։ Հայաստանն այո, չպետք է կախված մնա մի երկրի թմահաճույքից։ Դառը ճշմարտություն կա։ Մեր հացահատիկի հացի 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Լավ է, վատ է։ Այո, դուք ֆիքսում եք, որ մենք ցորենի 90%-ը ստանում ենք Ռուսաստանից։ Հարցը առաջանում, ինչի, ով է արել դա։ Ինչի համար է դա։ Որտեւ ամենայժանն ամենատրանսպորտով հեշտ է։ Համաձայն չեմ։ Տրանսպորտի առումով էլ չխոսենք, որովհետև այն Լարսի այն կույրաղիկ ճանապարհը դա հեշտ ճանապարհ անվանել ուղղակի չի կարելի ապրիորի։ Քանի որ Ուրանը ուրիշ երկրից չենք էլ կարող առնել, Ֆրանսիան ու Ամերիկան Ղազախստանից կամ Քենիայից են առնում։ Հիմա մեր առաջարկը հետեւյալն է։ Ղազախստանից ենք առնում։ Շատ լավ, հասկացա։ Մեզ համար բացարձակ անհրաժեշտ առաջնահերթություն է ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումը։ Իսկ դրա հիմքում բնականաբար այո միջին խավն է։ Ներդրումների հիմքը այդ երկրի ապահովվածությունն է, ժողովրդավարությունը եւ կանխատեսելիությունը։ Այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, դրա արդյունքում կարող է գները հարյուրապատիկ թանկանան։